Պարտադիր կուտակայինը կառավարությունը չեղյալ է համարում, հուլիսի 1-ից պետական համակարգի աշխատողները կմուծեն պարտադիր սոցիալական վճար։ Սոցիալական վճարի դրույքաչափը նախատեսվում է 5%, սահմանվում է առավելագույն շեմ 500,000 դրամ աշխատավարձի համար, բոլոր քաղաքացիների համար առավելագույնը 25,000 դրամ կախված աշխատավարձի չափից։ Արծվիկ Մինասյանն իր տեղը չի գտնում պարտադիր կուտակայինը հարկատեսակ կամ սոցիալական վճար դարձնելու կառավարության բառախաղերի պատճառով։ Շատ զայրացած եմ այդ թեմայով, վատ բաներ կասեմ։ Ինչ տարբերություն սոցիալական վճար թե պարտադիր կուտակային, դրանից վերջինիս էությունը չի փոխվում, պարոն Մինասյանը զգուշացնում է այս կառավարությանը, դուք դասեր չեք քաղել նախորդի սխալներից։ Կուտակայինի մասով ես տեսնում եմ, որ ցավալիորեն սխալ դասը նորից շարունակվում է, կրկնվում է եւ դա կարող է հետևանքների բերի։ Սոցիալական վճար ձևակերպումը Լևոն Զուրաբյանն էլ չի համոզել, դրանից ժողովրդի գրպանը մտնելու էությունը չի փոխվել, սակայն այնպես չէ, որ այլ բան էին սպասում Հովիկ Աբրահամյանի կառավարությունից։ Որ մեր ճնշման տակ նրանք ինչ-որ զիջումների կգնան, ես դրա մեջ չեմ էլ կասկածում ու շատ դրական եմ համարում, որովհետև այդ դեպքում ժողովուրդը կզգա եւ սեփական ուժը եւ քարյակի հնարավորությունները։ Կառավարությունն այսօր որոշել է 50%-ով նվազեցնել ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձվելիք տուգանքների չափը, դա քարյակի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանին չի ոգևորում, կիսատ քայլ է։ Այս պահի դրությամբ նա արձանագրում է, որ 12 կետերից ոչ մեկը բացարձակապես կատարված չեն։